Պերեկասենք հալելույա, հալելույա, ինչ հզոր օր է այսօր, ողջ քրիստոնյա աշխարհը այսօր մի տոն է տոնում, որ հասկանում է, գիտակցում է այս տոնի արժեքը, կարևորությունը, չեմ լսում ամենը, երևի շատ չենք գիտակցում այս տոնի արժեքը, այսօր հարության տոն է, հարության օր է, և մեր Տերը գերեզմանում չի, հայրյալ, մենք հավատում ենք հարություն առած Տիրոջ և Փրկչի, և դա մեզ համար մեծ ուրախություն է, մեծ ավետիս է, որ Քրիստոս հայրյալ իմերելոց, մի հատ էլ լավ չենք ասում, այսօր ոնց որ շատ չենք տրամադրված հարությունը նշելու, Քրիստոս հայրյալ իմերելոց, ամեն, ամեն, Տերը օգնի ձեզ, իմացեք, որ հարության օր է, և մենք նշում ենք այդ հզոր տոնը, այսօր իմ խոսքը ես ուզում եմ մի հատ պատմությունից սկսեմ, և այս պատմությունը բոլորիդ քաչ հայտնի է, որովհետև դա գրված է Սուրբ գրքում և հիասքանչ մի պատմություն է, որը գրված է Հովհաննես ավետարանի 11-րդ գլխի մեջ, առաջին խոսքից սկսած մինչև վերջ։ Ղազարոս անունով մի մարդի պատմություն, որը շատ սիրելի անձնավորություն էր, իրանց ընտանիքը սիրելի ընտանիք էր, հարգելի ընտանիք էր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից։ Ղազարոսի քույրերը Մարթան և Մարիամը շատ ընդունված անձնավորություններ էին Քրիստոսի կողմից։ Սա այն Մարիամն էր, որ Քրիստոսի ոտքերը իր արդյունքներով լվաց և Քրիստոսի ոտքերը իր արդյունքներով սրբեց և այդ թանկարժեք յուղը, որ ուներ, օծանելիքը, որ ուներ, ջարդեց և Քրիստոսի վրա լցրեց։ Անշուշտ Հովհաննես առաքյալը մի ամբողջ գլուխ նվիրել է այս ընտանիքի պատմությանը և այն իրադարձությանը, որ տեղի ունեցավ այդ ժամանակներում այս ընտանիքի մեջ։ Այս երկու քույրերի համար, գիտեք, երբ որ երկու քույր են մի եղբայրը, քույրերի համար են մի եղբայրը ոնց որ թե շատ թանկ միանձնավորություն։ Քույրերը արժեքավորում են իրենց եղբորը, որովհետև մի հատիկ կա, մի հատակ, և իրանք երկուսն են, և շատ են ուշադիր իրենց եղբոր հանդեպ, դա նորմալ ընտանիքներ են։ Եվ ասենք շատ ուշադիր են իրենց այդ եղբոր հանդեպ, այս քույրերն են շատ ուշադիր են իրենց եղբոր հանդեպ։ Եղավ այնպես, որ այս եղբայրը հիվանդացավ և ուղղակի կարծես թե մահացու էր նրա հիվանդությունը և այս քույրերը անհանգստացած, քանի որ լավ էին ճանաչում Տիրոջը Հիսուս Քրիստոսին, նրանք մարդիկ ուղարկեցին Տիրոջ մոտ և ասեցին. «Տեր, շուտ արա, արի, քո այդ սիրելի մարդը, Ղազարոսը մահանեց վիճակում է, եթե դու գաս, հաստատ ինքը չի մեռնի»։ Որովհետև նրանք հավատում էին Հիսուսի այն մեծ գործերին, որ Տերը արել էր։ Քրիստոս բազմաթիվ մեռելներ էր հարություն տվել և Քրիստոսի գործերի մասին նրանք լավ տեղյակ էին, թե ինչպես էին մարդիկ բժշկվում Հիսուսի ներկայության մեջ։ Եվ այդ ժամանակ Քրիստոս մի փոքր ոտը կապեցեց, մի փոքր ուշացրեց իր գնալը և այդ ընթացքում Ղազարոսը մահացավ։ Եվ որտեղ եկավ այդ քաղաք, որտեղ որ Մարիամն էր և Մարթան էր, ինքը այդ ժամանակ հայտնաբերեց, որ 4 օրվա արդեն մահացած է Ղազարոսը և արդեն 4 օր է նա գերեզմանի մեջ է։ Գիտեք, երբ որ շատ թանկ մեկը մահանում է, մենք էլ
գործել ենք շատ հարազատ մարդիկ մեր կյանքի մեջ, որոնց սիրել ենք, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ ենք եղել։ Եվ երբ որ գործում ենք նման մարդկանց, մեր սիրտը կարծես թե ցավում է մեր սրտի մեջ, ցավ առաջանում, մենք նույնիսկ ողբում ենք այդ իրավիճակների մեջ եւ այս ընտանիքում նույնպես կար այդ ողբը, այդ ցավը, այդ արդյունքները եւ նրանք անմխիթար վիճակի մեջ են։ Եվ շատերը իրենց հարազատներից եկել էին, որպեսզի մխիթարեն Մարիամին, Մարթային։ Մենք էլ ունենք այդպիսի սովորություն, նրանք ովքեր իրենց հարազատին կորցնում են, մենք էլ այցելում ենք այդ մարդկանց, փորձում ենք մխիթարական խոսքեր գտնել, մխիթարական խոսքեր ասել այդ մարդկանց, որպեսզի նրանց անմխիթար սիրտը մխիթարվի։ Եվ նրանց հարազատները եկել էին, որպեսզի մխիթարեն Մարիամին եւ Մարթային։ Եվ այդ պահին Մարթային ասեցին, որ Տերը եկել է, Հիսուսը գալիս է։ Նա անմիջապես վեր կացավ, անմիջապես դուրս եկավ, գնաց եւ դիմավորեց Տեր Հիսուս Քրիստոսին անշուշտ արդյունքներով, իր սրտի ցավով, իր սրտի կսկիծով եւ լաց եղնելով նա ասում էր, որ Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը Խազարոսը չէր մեռնի։ Հիսուսը նայեց Մարթային եւ ասեց, քո եղբայրը հարություն պիտի առնի։ Մարթան այս բաների իմաստը այդ պահին չհասկացավ։ Անշուշտ նա ասեց, որ հա, Տեր գիտեմ, որ հարության օրը իմ եղբայրը հարություն կառնի։ Բայց Հիսուսը նրան ասեց, ես ուզում եմ, որ այս խոսքերի վրա մենք ուղղակի ուշադրություն դարձնենք 25-րդ խոսքը։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թե մեռնի, պիտի ապրի։ Իմ քարոզի վերնագիրը այդպես է. ես եմ հարությունը եւ կյանքը։ Եվ 26-րդ խոսքում շարունակեց ասելով, եւ ով ապրում է եւ հավատում է ինձ, երբեք չպիտի մեռնի։ Եվ Մարթային դիմելով ասեց, դու հավատում ես սրան։ Ով հավատում է ինձ, երբեք չպիտի մեռնի։ Դու հավատում ես սրան։ Ես դիմում եմ քեզ, սիրելի Աստծո աղջիկ, Աստծո որդի, դու հավատում ես սրան։ Շատ կարևոր է, որ մենք հավատանք, որովհետև Հիսուսը ասում է, եւ ով ապրում է եւ հավատում է ինձ։ Այսօր դու ապրում ես, այսօր դու հավատում ես։ Ուրեմն եթե ապրում ես ու հավատում ես, ուրեմն դու մի բան պետք է շատ ուշադիր լսես եւ շատ խորը հավատաս։ Դա նա է, որ երբեք չպիտի մեռնես։ Ինչ զոր արտահայտություն է սա, երբեք չպիտի մեռնես։ Սրա մեջ կա մի հատ այնպիսի հույս, այնպիսի կյանք, այնպիսի ուժ եւ զորություն, որ նրանք ովքեր որ հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, նրանք պիտի չմեռնեն։ Ինչի համար? Որովհետև նրանք հավատում են նրան, ով ասեց, որ ես եմ հարությունը եւ կյանքը։ Ուրեմն եթե դու հավատում ես Հիսուսին, դու հավատում ես անմիջապես հարությանը։ Եթե դու հավատում ես Հիսուսին, ուրեմն դու գործում ես կյանքի հետ։ Դրա համար դու չպիտի մեռնես։ Ֆիզիկական մահը երբևիցե որևիցե մեկին չպետք է վախեցնի։ Ինչի համար? Որովհետև դու արդեն ընդունել ես նրան, որ ինքը հռչակեց, հայտարարեց եւ ասեց, որ ես եմ
հարությունը։ Այսօր քրիստոնյաները ասում են, որ մենք քրիստոնյա ենք մեր երկրի մեջ։ Բայց երբ որ խոսում ես այդ քրիստոնյաների հետ, որոնք առաջինն են աշխարհում քրիստոնյա դարձել եւ գովում են գլուխները, դες ասում ես, բայց դու հավատում ես, որ մեռելների հարություն կա, դու հավատում ես, որ Հիսուսը հարություն է առել, ինքը ասում է, դե դա ով է տեսել, ով է ականատես եղել Հիսուսի հարության որ։ Գիտեք, քրիստոնեության հիմնակարերից մեկը դա նա է, որ Քրիստոս հարությունն է։ Ամեն։ Եվ դա նա է, որ Քրիստոս հարություն է առել։ Եվ այսօր մենք նշում ենք այդ հիասքանչ, այդ զորավոր, այդ հաղթանակած տոնը հարության Քրիստոսի տոնը։ Այսօր Քրիստոս հարություն է առել եւ մենք նշում ենք նրա հարության տոնը։ Ովքեր որ հավատում են, թող ասեն ամեն։ Ես հավատում եմ Քրիստոսի հարությանը եւ ինձ համար ֆունդամենտալ քար է Քրիստոսի հարությունը, որովհետեւ ես եմ հարություն ունեմ իմ մեջ։ Գիտեք, այս խոսքերը իրենցից շատ խորը բաներ են նշանակում։ Եվ այսօր ես ուզում եմ այդ խորը նշանակությունը մենք բացատրենք, հասկանանք եւ այդ իմաստները հասկանանք եւ տեսնենք ինչպիսի դռներ է բացում այս խոսքերը մեզ համար հոգեվոր աշխարհի մեջ։ Գերենք ավելի ներթափանցվենք այս Քրիստոսի ասած խոսքերի մեջ, ավելի լավ հասկանալու դրանց իմաստը եւ դրանց նշանակությունը մեր կյանքի մեջ որպես քրիստոնյաներ։ 4 պատճառ ինչ է Հիսուսը հանդիսանում հարությունը եւ կյանքը։ 4 պատճառ, շատ կան պատճառներ։ Բայց այսօր ես ուզում եմ այս 4 պատճառների մասին խոսեմ այս հարության տոնի կապակցությամբ։ Առաջին պատճառը դա է, որ Հիսուսը ինքը հարություն առավ մեռելներից։ Ուրեմն նրա հարությունը մեզ ապացուցում է, որ նա հաղթել է մահին։ Քրիստոսը ինքը հարություն է առել մեռելներից։ Եվ ինքը դարձել է մեզ համար մի հատ հիասքանչ օրինակ։ Պողոս առաքյալը, երբ որ Կորինթացիս թուղթը գրում էր, ինքը այնքան էր հիացած Քրիստոսի հարության, այդ իրականության, պատմության, գործնեությամբ, որ ինքը 15-րդ գլխի 55-րդ խոսքում ասում է, ով մա, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Գիտեք, Պողոսը կարծես թե ծիծաղում է մահվան վրա եւ գերեզմանի վրա։ Ամեն։ Նա կարծես թե հեգնում է մահին եւ գերեզմանին։ Այսօր ինչքան մարդիկ կան, որ վախում են մահից, վախում են գերեզմանից, բայց Պողոսը, քանի որ հասկացել էր, թե ում է ինքը հավատում, նա հասկացել եւ ըմբռնել էր Քրիստոսի ասած այն խոսքը, որ ասել է, ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինքը մահի վրա ծիծաղում էր, ինքը գերեզմանի վրա ծիծաղում էր, որովհետև ինքը իր մեջ Պողոսը ընդունել էր հարությանը եւ հարությունը, որպես Հիսուս բնակվում էր Պողոս առաքյալի մեջ։ Կամ մեկը որ ընդունել է Քրիստոսին որպես հարություն եւ որպես կյանք իր սրտի մեջ։ Եթե մեկը խորը հավատում է, որ ինքը ընդունել է Հիսուս Քրիստոսին, որ ասեց ես եմ հարությունը եւ այս հարությունը ընդունել է իր մեջ, իր սրտի մեջ, այս մարդը ինքը պետք է ուղղակի Պողոսի պես ծիծաղի մահվան եւ գերեզմանի վրա, որովհետեւ ոչ մահը, ոչ գերեզմանը չեն կարող պահել այդպիսի հավատացյալին իրենց փոսի, իրենց երախի, իրենց ասենք այդ որովայնի մեջ, որովհետև նրանց համար մահ չկա, նրանց համար կա կյանք եւ հարություն։ Լավ չեք ասում ամեն։ Այս ամենին ասում։ Մենք պետք է խորը հավատանք Քրիստոսի հարությանը,
Դու պետք է այնքան խորան բռնես ինչա Քրիստոսի հարություն, որ ուղղակի հասկանաս, որ ով է քո մեջ բնակվում, ում ես դու հրավիրել քո հոգու մեջ, ով է այսօր դարձել քո հոգին, քո ներսի մարդը իր համար բնակավայր, իր համար բնակարան, նրա անունը Հիսուս Քրիստոս է, որն է հարությունը։ Ինչ լավն է Տերը, որն է հարությունը։ Եվ մենք ուղղակի չպետք է վախենանք մահից։ Մենք ուղղակի չպետք է թույլ տանք, որ մահը հանկարծ ու հանկարծ մեր վրա իշխանություն ունենա։ Գիտեք, Կորինթացիս 15-20 գլխի մեջ ասում է, որ Քրիստոսը այդ հարություն առնողների անդրանիկը դառավ, ինքը օրինակը դառավ, որպեսզի իրան հետևողները, իր ժողովուրդը, իրան հավատացողները երբևիցե իրենց կյանքի մեջ հուսահատություն չունենան, որ մահը կարող է հանկարծ իրենց հաղթի, տենց բան չկա, ինքը մեռավ, որպեսզի հարություն առնի, որպեսզի մեզ ցույց տա, որ ով սիրելի հավատացյալ, եթե դու էլ հանկարծ մի օր մեռնես, դու ինպես հարություն պիտի առնես, որովհետև ես ինքս Քրիստոս հարությունս բնակվում եմ քո մեջ, եւ քանի որ ես Հիսուս հարությունս բնակվում եմ քո մեջ, ուրեմն եթե հանկարծ նույնիսկ դու մեռնես, մի վախի դրանից, դու հարություն պիտի առնես, որովհետև ես ցույց տվեցի իմ օրինակով, որ ես հարություն առա եւ դու էլ հարություն ունես իմ մեջ։ Սա այնքան քաջալերով մի բան է։ Երբ որ քրիստոնյան լսում է, այն մահը իր համար սարսափելի չի դառնում։ Երբ որ քրիստոնյան սրան սկսում է հավատալ, դա է պատճառը, որ առաջին դարին քրիստոնյաները իրանք երբ որ իրանք լցվել էին գազանների բերանը ամֆիթատրոններում եւ նրանց հոշոտում էին արգյունցները, արջերը եւ այդ վայրի գազանները, իրանք փոքրիկներին այնտեղ մայրեր կային, երթած գիրքը շատ վառ ներկայացնում այդ պատմությունները, երբ որ մասսայական քրիստոնյաներին լցնում էին այդ արենայի թաթերաբեմը եւ այնտեղ այդ առյուծը գալիս է մի հատ մոր գրկից իր երեխին հապշտակում է, տանում է, ես չգիտեմ մեր օրերում, որ էդնի մայրերը ինչ կանեն, գոռան, ճվան, մազերները փետեն, ես ինչ հողերը չանգրեն, բայց այդ ժամանակ այդ կինը ներկայացնում է, Սենկևիչը ասում է, եւ նա ծնկի վրա աղոթում էր եւ երգում էր, փառաբանում էր Աստծուն, երբ առյուծը ասма վերցրեց եւ իր աչքի առաջ ուղղակի պատար արավ իր երեխին, ասում շարունակեց փառաբանել Տիրոջը։ Սա Ներոնին գժվացրեց, Ներոնը սրանից ուղղակի դիվահարվեց, նա այնքան էր արդեն փոխել իր, ասենք, այդ հավասարակշռությունը, որ իրան նստած տեղից գոռում էր, ինչ որ մեկը թող գնա այս քրիստոնյաների բերանը փակի, թող նրանք չերգեն, թող նրանք չփառաբանեն իրենց Աստծուն։ Հասկանում եք, երբ որ մի ամբողջ Աստծո ժողովուրդ հասկանում է ում հետ գործ ունի, ով է ապրում իր մեջ, նա, որ մեռելներից հարություն առավ, նա, որին գերեզմանը չկարողացավ պահի իր մեջ, նա, որին նույնիսկ չկարողացավ սպանելուց հետո գերեզմանում պահապաններ կայնացնելով թույլ չտա, որ դուրս գա գերեզմանից, նա հարություն առավ, նա գերեզմանի դուռը բացեց եւ նա այսօր կենտրոնի է։ Ես Երուսաղեմում երբ որ գնացինք, մի քանի Քրիստոսի գերեզմաններ կա։ Այդ մի քանի գերեզմաններից մեկին այցելեցինք սկզբում այն ամենահայտնի Քրիստոսի գերեզմաններից մեկը այցելեցինք, որտեղ հայ առաքելական եկեղեցին կա, հունական եկեղեցին կա, ռուս ուղղափառ եկեղեցին կա, եւ այս եկեղեցիների մեջտեղը Քրիստոսի բանն է, այդ դամբարանն է դրած։ Այնտեղ կիլոմետրերով հերթա մարդիկ գնում են, կայնում են, երկար ժամանակ ծախսում են, որ իրանք մի հատ մտնեն այդ դամբարանի մեջ, իբր որպես գերեզման, որպեսզի տեսնեն, թե Քրիստոս որտեղ ա եղել թաղված։ Այդ մի կուպլա, ասենց մի առաստաղ այդ բոլոր երեք եկեղեցիների
վրա կառուցված եւ դրանց կենտրոնում այդ տաճարն, այդ դամբարանն է։ Այդ այնտեղն է, որտեղ որ ամեն տարի իբր սուրբ կրակը իշնում, իբր որովհետև ես չեմ հավատում դրան, որտեղ Տերը կրակապաշտության հետ գործ չունի, եւ Աստված մեր հեթանոց չի, եւ ինքը դեմ է բոլոր կրակապաշտությանը եւ կրակներին։ Եվ թող որևիցե մեկը ձեզ չբոլորեցնի ձվելով, կրակներով եւ նման բաներով, որ սրանք իբր թե ճշմարտություն են, դրանք մոլորություններ են, դրանք Աստվածաշնչի հոգուց, խոսքից եւ մտքից չի եղել։ Ինձ համար շատ ցավ է, որ շատ քրիստոնյաներ Զատիկի օրը ձուեր խաշում, խոտ են տնկում, խոտ աճեցնում, ձվեր դնում, ես իմ ընչեր անում եւ այս ձվաբանությունը, ձվապաշտությունը ես ինձ համար անհասկանալի ասա, մենք ճիշտ ասած մեկ շատ պրինցիպիալի նույնիսկ Զատիկի օրը ձուեր չենք ուտում, որպես պրոցես, որպես բողոք, այդ նման կրոնական արարողություններին ոչ ճիշտ, ոչ հոգևոր անիմաստ արարողություններին, որ այսօր շատերը անում են կուլիչեր մեր թխում, ես իմ ընչեր են անում, չավիճով, փլավ են ուտում, ես չգիտեմ են ինչ են անում, լսեք, ընդհանրապես Զատիկը սրա հետ կապ չունի, այս մոլորություններին մի հավատա եւ այս մոլորությունների հետևից մի գնա, որովհետեւ Զատիկը դա Տեր Հիսուս Քրիստոսն է, որ մեռելներից հարություն առավ, նայած է Զատիկը եւ ձմերի հետ կապ չունի։ Ամեն։ Եվ որ փորձում են խաբեն մարդկանց մոլորության մեջ տանեն, թե իբր մի զամբյուղ ձույ է եղել այդ խաչի տակ եւ հանկարծ Քրիստոսի այունը ցտնվել է, կաթացել է այս ձմերի վրա եւ այս ձմերը այունից կարմրել են, դրա համար Զատիկին բերենք ձու խաշենք, կարմիր գույնով ներկենք եւ ուտենք, սա մոլորություն է։ Եվ կապ չունի Զատիկի հետ։ Մեկը չկար ու ասի անում, սա մեր միսանով ձու եք խաշել։ Այսօր գնակ եք ժողովից հետո ձու եք խաշած, կարմիր գույնի ներկաս։ Մի գույնավորել են ներկում, կանաչ, կարմիր, կապույտ, դեղին։ Ձեր տանը կա, չկան, ինչ լավ է, Տերը օգնի։ Ուրեմն, երբ որ գնացինք այդ գերեզմաներից մեկը մտա այդ դամբարանը, շատ հիասթափված դուրս եկա այդ դամբարանից։ Ինձ շատ զարմացեց, որ այդ դամբարանում նույնիսկ Բուդդայի իկոնան էին դրել։ Բուդդայի իկոնակար, նկար կար, ընդեղ եսի մոմեր էին վառնել, ընդեղ տարբեր իկոնաների նկարներ խփած, բան սենց, ոնց որ մտնես մի հատ կրատուն, ասի Աստված ջան, ես ուր եկա, այնքան հիասթափվեցի, երբ որ մտա այդ գերեզմանը, ուղղակի շատ սենց ինչ-որ մի բան տրտմած դուրս եկա ես այդ դամբարանից։ Վերջը որպեսի մեր սրտերը մխիթարեն այդ տուրիստական խումբը ասավ, լավ, ստեղ մի հատ էլ գերեզման կա Քրիստոսի, ընդեղել են գնում, բայց ընդեղ բողոքականներն են գնում։ Մեր ձեզ տանենք ընդեղ, ասի, հա, մենք են բողոքական ենք, լավ կլի մեզ ընդեղ տանենք։ Ենա մեզ որ տարան ընդեղ, անգերց ասած ընդեղ սիրտս ուրախացավ, ասի ինչ լավ է, որ մի հատ էլ գերեզման կա, որ իրոք նման է Աստվածաշունչ գրքի այն խորհրդին եւ այն իրականությանը, որ գրված է։ Ընդեղ մի հատ լեր կար, այս լերի վրա 3 հատ քարանձավից խոռոչներ կային։ Եվ այս 3 խոռոչները նման էին գանգի։ Եվ որ կարդում ես Սուրբ Գիրքը, Գողգոթա նշանակում է գանգի տեղ։ Եվ այս գանգի տեղը, այս 3 խոռոչները եւ այս 3 քարանձավները խորհրդապատկերի ձևով որպես գանգ կարող է եւ ասում են, որ դա է չի իբր գերեզմանը, բայց դա այնքան էր նման այդ խորհրդի իրականացմանը, որովհետև նայում ես գանգի տեղ, ասել են սա գանգի լեռն է։ Եվ այդ լեռան գագաթը Գողգոթան է եղել։ Այդ գագաթի ստորոտում ներքևի մասում այդ գերեզմանն էր։ Եվ այդ գերեզմանում մեջ մեծ քար կար, այս ձևի ավելի մեծ, շատ ավելի մեծ քար, ասենց մեծ քար էր, եւ ավելի կլոր։ Եվ այս քարը այլ ձև գլորված էր։ Եվ երբ որ մտնում ես այս գերեզմանի մեջ, այնտեղ գրված է
նրան այստեղ մի փնտրի, նա այստեղ չի։ Ամեն։ Եվ անկախ ամեն ինչից հուզվում ես, որովհետև իրոք նա այդտեղ չի, նա հարություն է արել, որովհետև նա ինքը հարությունն է, փառք իրեն, մեր հարության Տիրոջը, մեր հարությանը։ Գիտեք, երկրորդ պատճառը, թե ինչու է Հիսուսը հանդիսանում հարությունը, քանի որ նա ուրիշներին հարություն տվեց, շատ մարդկանց հարություն տվեց։ Մենք Հովհաննես ավետարանի 11-րդ գլխի մեջ կարդացինք, տեսանք Ղազարոսի հարությունը։ 4 օրվա մեռել էր եւ Տերը գնաց նրա գերեզմանի մոտ, ասավ այդ գերեզմանի քարը մի կողմ գցեք, գերեզմանի քարը մի կողմ գցեցին տղամարդիկ, եւ ինքը դրսում կայնած ասեց. Ղազարոս, դուրս եք։ Այնտեղ շատ մեռելներ կային։ Այդ մեռելներից ինքը մեկին դիմեց։ Դա Ղազարոսն էր։ Եվ Ղազարոսը այդ փաթաթված բոլոր այդ կտավներով, բանով, որը մոմիապատված էր, դուրս եկավ, 4 օրվա մեռելը դուրս եկավ գերեզմանից։ Ինչի համար, որովհետև Ղազարոսը լսեց հարության ձայնը։ Ամեն։ Հնարավոր չի, որ մեկը բախվի հարության Աստծուն, որի անունը հարություն է, որ ասեց ես եմ հարությունը, դա նրա բովանդակությունն է, դա նրա էություններից մեկն է, եւ հնարավոր չի, որ հարությանը մեկը բախվի եւ հարության ձայնը մեկը լսի եւ հարություն չառնի։ Ղազարոսը դուրս եկավ, 4 օրվա մեռել էր, դուրս եկավ իր գերեզմանից եւ այդ ընտանիքի մեջ ուրախություն եւ ցնծություն եղավ։ Մարկոս ավետարանը խոսում է Հարիոսի աղջկա հարության մասին։ Այդ աղջիկն էլ մեռավ։ Եվ շատ բարեկամներ ասում են, ինչ եք գնում, ինչ եք անհանգստացնում։ Հետո Հիսուսը ասավ, լսեք, դա մեռած չի։ Սրանք ծաղրում էին, ծիծաղում էին, ասում են, ոնց մեռած չի, մեր աչքի առաջ մեռավ, մենք տեսանք, թե հոգին ոնց փչեց, շունչը ոնց փչեց, ոնց մեռավ։ Հիսուսը դուրս արավ սաղին։ Իր աշակերտներից 3-ին վեր գալավ իր հետ, որոնք ավելի հավատք ունեին։ Եվ գնաց այդ աղջկա մահիճի մոտ կայնեց եւ ասեց. Տաբիթա կումի։ Աղջիկս վեր կաց։ Ինչ է կարծում, եթե հարության ձայնը լսի մեռած աղջիկը, ինչ կա։ Անպայման հարություն կառնի։ Հնարավոր չի, որ Քրիստոսի ձայնը, որ ասեց ես եմ հարությունը, նրա ձայնը լսի եւ որտեղ ասեց վեր կաց աղջիկս եւ նա վեր չկենար։ Քրիստոս ասեց ես եմ հարությունը եւ կյանքը։ Հաջորդը Ղուկաս ավետարանի 7-րդ գլխի մեջ ենք մենք տեսնում որբևայրու հարությունը։ Քրիստոս գնում էր եւ Դինային անունով մի հատ քաղաք կար։ Այս քաղաքով անցնում էր եւ տեսավ, որ մի խումբ մարդիկ ինչ որ մեկին տանում են թաղելու։ Եվ երբ որ մոտեցավ այդ խմբին, իրան ասեցին, որ մի հատ որբևայրի կինա, իրա մի հատիկ տղեն է, մեռել է, տանում են թաղելու։ Քրիստոս գնաց, կպավ նրա դագաղին եւ կանգնացրեց այդ թաղողներին, նրան կանգ առան, բռնեց այդ պատանու ձեռքը եւ ասեց տղա վեր կաց։ Ինչ է կարծում, եթե այդ տղան լսեց նրան, ով ասում է ես եմ հարությունը, նա կմնար մեռած վիճակում, նա չէր կարա մնար մեռած վիճակում, որովհետև հարուցանող Աստվածը ասեց վեր կաց։ Տեր Հիսուս Քրիստոսը հարություն տվեց այդ տղային եւ հանձնեց իր անունը։ Գիտեք, ինձ դուր է գալի,
որոշ քրիստոնյաների պատմություն, Սմիթ Վիգելսվորթը ամենից շատն է ես դուր գալու։ Ես նրա մասին շատ եմ ձեզ պատմել, մի հատ էլ պատմեմ, որովհետև հնարավոր բան չի դու մեռելների հարությունից խոսես եւ Սմիթ Վիգելսվորթից չխոսես, որովհետև այս մարդը 23 հոգու հարություն է։ Եվ 23 հոգի որ հարություն են արել այս մարդու միջոցով, գիտեք, Սմիթը այնքան խորն էր հավատում հարության Քրիստոսին, ինքը այնքան խորն էր հավատում, որ այդ Հիսուսը, որ ասել է ես եմ հարությունը, իր մեջ է ապրում, որ ինքը հասկանում էր, որ այդ Հիսուսը, որ հարությունն է իր մեջ ապրող, հնարավոր բան չի, որ այդ Հիսուսը իր մեջ ապրող հարություն չտա ուրիշ մեռելների։ Ինքը բոլորին հարություն էր տալու։ Հենց իմանում էր, որ մեկը մեռել է եւ Քրիստոսի ավետարանը չի լսել, ինքը ուղղակի ասում էր չէ, ինքը պետք է հարություն առնի, ինքը պետք է ավետարանը լսի, նոր մեռնի։ Սա իրոք հզոր մարդ էր, երկու անգամ իր կնոջը հարություն տվեց։ Մի անգամ դագաղից էր հանել, նստացել դիվանին եւ ասավ վեր կաց պոնի ու քայլի, առաջի անգամ վեր կացավ պոնին ու քայլեց եւ 15 տարի ապրեց այդ առաջի հարությունից հետո։ Երկրորդ անգամ երբ որ կինը մահացավ, նույնիսկ էլի բերեց հանեց դագաղից, ասավ լսի դու պետք է հարություն առնես եւ առավոտվա ջերիկվա կողքին էլի հարություն առավ եւ ասում ամբողջ գիշեր պոնին ասում էր լսի, երբ որ դու ասում ես վեր կաց, ես չէի ուզում գալ, որովհետեւ Տերը ինձ ասել էր, որ արդեն քո ժամանակը սպառվել է երկրի վրա, բայց քանի որ դու անընդհատ ասում ես Տերը ասավ, իմ որդիս Սմիթը քեզ կանչում է, դու չես կարող մնաս, դու պետք է հետ գնաս։ Նրանք ովքեր որ խորը հավատք ունեն, թե ով է իրենց մեջ ապրում, այդ հարություն տվող Քրիստոսը, նրանք համառ են իրենց աղոթքի, իրենց պահանջի մեջ։ Եվ ասում ամբողջ այդ գիշերը իր կինը համոզեց Սմիթին, ասեց Սմիթ, ախր Տերը ասում է, որ իմ ժամանակը սպառվել է, դու պետք է ինձ թողնես։ Եվ ասում առավոտվա կողմ, քանի որ Տերը Սմիթը շատ է սիրում Տիրոջը, ասեց թողնում եմ, գնա։ Հալելույա։ Եթե մեռնես էլ, պիտի ապրես։ Նա մեռած մարդիկ այս աշխարհին հրաժեշտ են տալի, բայց գնում են միտեղ, որը հավիտենական կյանք է։ Եվ այնտեղ մահ չկա։ Այնտեղ մահը պարտվել է, հաղթվել է կյանքի մեջ։ Երրորդ պատճառը ինչու է Հիսուսը հանդիսանում հարություն, նա խոստացավ, որ հարություն է տալու բոլորին, ովքեր կհավատան, խոստացել է Տերը, որ նրանց հարություն է տալու։ Այսինքն նրանց հոգին եւ շունչը գտնվում է Տիրոջ մեջ, Տիրոջ արքայության մեջ, բայց ինքը խոստացել է, որ գերեզմաններն էլ պիտի բացվեն, եւ գերեզմաններից նրանց մարմիններն էլ հարություն պիտի առնեն։ Ինչ լավ թեմա է, չէ՞։ Բոլոր գերեզմանները պիտի բացվեն քրիստոնյաների այդ հարության ժամանակ, այդ հափշտակության ժամանակ եւ առաջ մեռելները պիտի հափշտակվեն, հարություն առնեն, հետո նոր ողջերս պիտի փոխվենք, մենք էլ պիտի հափշտակվենք մեռելներից հետո, ովքեր որ մեռած էին, հարություն առան, նրանցից հետո ողջերն են պիտի հարություն առնեն։ Հասկանում եք, ինչ հիասքանչ հույս տվել Տերը մեզ, որ բոլոր մեռածները պիտի հարություն առնեն, նրանց գերեզմանները պիտի բացվին, նրանց գերեզմաններից նրանց մարմինները արդեն նոր երկնային մարմիններով պիտի հարություն առնեն։ Սա մեր ամենակարևորագույն հավատքի հիմքն է, ինչի համար, որտեղ Պողոսը ասում է, եթե մեռելների հարություն չկա, պարապա, անիմաստա, մեր քարոզչությունը, մեր ավետարանչությունը, եթե մեռելները հարություն չեն անում, այդ դեպքում ինչի համար ենք գնուկ ջարդում, ավետարան քարոզում, ինչ իմաստ ունի այդ ավետարանի քարոզչությունը, դրա համար հիմքը մեռելների հարությունն է, որ առաջինը եղավ Տեր Հիսուս Քրիստոս, հայավ ի մեռելոց, եւ օգնյալը նրա հարությունը, եւ նրա հետ նրան բոլոր հավատացողները եթե մեռնեն,
Պիտի հարություն անեն, պիտի ապրեն հավիտյան սավիտենից, ինչի ասկանչ խոստում, ինչի ասկանչ հավատանք, ամեն։ Ես, ես հիշում եմ մի հատ պատմություն, որ իմ տատս երկար տարիներ պարտիական էր, կոմունիստ էր, և ինքը արդեն իր տարիքը հասել էր, հենց 80-ին մոտ էր ու ինֆակտ էր խփել և մահամերձ վիճակում էր, բայց շատ վախենում էր մահից։ Մայրս ասում է, որ ուղղակի ձեռքս բռնում էր ու ասում էր, շատ էր, իրանք շատ են հալացել մորը։ Ձեռքից բռնում էր ու ասում էր, այ հարս, դասերնելով, վախում եմ մեռնելուց, վախում եմ մեռնելուց։ Մայրս ասում է, այման, դե սիրտը տուր Հիսուսին էլի հավատա էլի, ասում է, բայնանդերը, են տոմսան դիդրացա, դա ոնց կլի։ Նենց ասում է, դե մեր հարևան ոսան տոտան վառել է իրանը, դեն վառի։ Ասում է, այ արս դիտենց կլի, ասում է, հա կլի։ Ասում է, դե նա ուսան ինք անչ, ես մեր հարևան ուսան տոտային կանչում է։ Գանիս է ինքն մանգավաշտում էր, մաթեմատիկայի ուսուցում էր։ Գանիս է ես մեր ուսան տոտան, ասում է, այ ուսան, քո պարտիական տոմսի հետ ինչ հարեցիր։ Ասում է, վարեց ինչ հարեցիր։ Ասում է, այ ուսան, բաց ես կլի, ասում է, բա ոչ չի դա քուն վրա տուր։ Ես ուսան տոտան վերաննել տատիս պարտիական տոմսն էլ է վառնում։ Վառնում է, ասում է, հա, դեմել Հիսուսին հավատա։ Ատենեն ամենավորի աղոտ կանում, դարձանելով Հիսուսին ընդունում է իր սրտի մեջ, մեկ էլ ասում է, մայրս ասում է, որ ընդունեց Հիսուսին իր սրտի մեջ, ասում է, այդ ամեն ինչ արավ, ասում է, ձերս բռնեց, ասավ, այ հարս, էլ չեմ վախում մեռնելուց։ Հնարավոր բան չի, որ հարության Աստծուն ընդունես քո սրտի մեջ և մեռնելուց վախես։ Ինքնահարությունը, ինքնակյանքը։ Դրա համար Պողոսը այս ենքան խորներ են բռնել, որ մահի վրա էր ծիծաղում, գերեզմանի վրա էր ծիծաղում։ Ով մահ, ուրա քո խայտությունը, ով գերեզման, ուրա քո զորությունը, չունե, ոչ խայտոց, ոչ զորություն։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն, և վերջին բանը, որ ես ուզում եմ ուղղակի ասեմ, դա նա է, որ չորրորդ պատճառը, դա նա է, որ Քրիստոս ինքը կյանքն է։ Իրենք ինչ անում, հարությունը։ Հարությունը բռնում է մեկի ձեռից, հարությունը տալի և տեղափոխում է կյանք։ Ինչ լավ է։ Մի հատ հարություն տվեց, հետո տեղափոխեց կյանք։ Այ Հիսուսը ինքը սա է։ Մի հատ բռնում է մեկի ձեռից, հարություն է տալիս և տանում է կյանք։ Եթե դու ասես, բայց ընչով է հարություն տվել, ես ասեմ քեզ ընչով է հարություն տվել։ Քո հոգին մի ժամանակ մեռած էր։ Աստծո համար և Քրիստոսի համար և նրա հավատքի համար։ Բայց երբ որ դու լսեցիր և քո շուրթերով նրան դավանեցիր որպես քո տեր և քո փրկիչ, քո հոգուն նա հարություն տվեց։ Այսօր դու հարություն առած հոգի ունես քո մեջ։ Ամեն։ Որովհետև քո հարություն առած հոգու մեջ կբնակվի ինքը, հարությունը և կյանքը, ինքն է բնակվում քո հոգու մեջ, հարություն առածը հոգու մեջ բնակվում է Տեր Հիսուս Քրիստոս հարությունը և կյանքը։ Ինչ լավ է, որ այդ հարությունը և կյանքի հոգու մեջ կբնակվի։ Ամիա ձերը դիրսնի ասա, այ դու ստե ապրում ես իմ հարություն ու իմ կյանք, այ դու ստեղ ես ապրում, իմ մեջ ես ապրում, որովհետև ես ընդունել եմ հարությանը և կյանքին իմ սրտի մեջ, որ կբնակվի։ Ամեն։ Թույլ տվեք մի հատ վերջնական համար կարդամ Հռոմեացիս 8-րդ գլուխ 11-րդ խոսքը։ Եվ եթե Հիսուսին
հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի եւ իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ամեն։ Հալելույա։ Ասա շնորհակալ եմ, որ դու ինձ կենդանացրել ես։ Եվ քո կենդանացնող, այդ կենդանարար հոգով ինձ կենդանացրել ես։ Այսօր Տիրոջ խոսքը քո համար օտար չի։ Այսօր Քրիստոսի խոսքը քո համար հարազատ է։ Այսօր Քրիստոսի խոսքը քո սիրտը ջերմացնում է, քեզ ուրախացնում է, քո էությունը քաջալերում է։ Ինչի համար, որովհետև դու էլ օտար չես, որովհետև այն հոգին, որ Քրիստոսին կենդանացրել է, նա տեղափոխվել է, բնակվում է քո մեջ։ Ասա այդ հոգին իմ մեջ է բնակվում։ Ես ունեմ հարություն տվողի հոգին իմ մեջ։ Ամեն։ Ամեն։ Ես հարություն տվողի հոգին ունեմ իմ մեջ։ Սա ջերմացնում է ու սերտը, թե ասկել է, ասեցի, դու էլ հորանջեցի, սենց գնացիր, թե ջերմացնում է քո սերտը։ Տիրոջը հարություն տվողի հոգի քո մեջ կբնակվի։ Ուրեմն արդեն այդ հոգին հարություն տվողի հոգի քո մեջ է։ Ամեն։ Փառքին Տիրոջը։ Ուրեմն խորը ամբռնենք եւ հասկանանք Տիրոջս խոսքը։ Ես եմ հարությունը և կյանքը։ Ուրեմն դու իմ մասին ում ես հավատում։ Դու հավատում ես հարությանը և կյանքին։ Ինձ դուր է գալի Տիրոջը ամենահաճելի անունը, որ ասեց ես եմ որ եմ։ Ինքը ոչ միայն հարությունն ու կյանքն, ինքը ճշմարտությունն, ինքը ճանապարհը։ Ինքը իրոք կյանքն է, ինքը դուղն է, ով ասում երկինքն է, միակ դուղն է ինքը։ Ամեն։ Այդ խեղճուկերակ մուսուլմանները մոլորված են, այդ խեղճուկերակ բուդդիստները մոլորված են, այդ խեղճուկերակ քրիշնայինները մոլորված են, որովհետև նրանցից որևից էլ մեկը չասեց, որ ես եմ, որ եմ։ Բայց մեր Տերը ասեց, որ ես եմ։ Արքեստեր։ Ես հարությունն եմ, ես կյանքն եմ, ես ճանապարհն եմ, ես ճշմարտությունն եմ, ես դուռն եմ, ես երկնքից իջած հացն եմ, ես կյանքի ջուրն եմ, աղբյուրն եմ, ես եմ, որ եմ։ Բերեք բարձրանանք ոտքին։ Եվ բերեք աղոթենք մեր ես եմ, որ եմ, εμին, որ մեր Տերն է, մեր հարությունն է, մեր կյանքն է։ Աղոթի մեր շնորհակալություն ասա Տեր, ասա շնորհակալ եմ քեզնից։ Կան մարդիկ, որ առաջի անգամ են եկել, առաջի անգամ եկել մեր պաշտպանություն։ Եթե կան թող բարձրացնեն իրենց ձեռքերը, առաջի անգամ են Չկան? Ով է? Հա, ես այս ձեռք։ Բերեք մեր քույրիկի համար, որ առաջի անգամ եկել է, մի հատ աղոթք անենք։ Քուրս, այն ինչ որ ես ասեցի ես բեմից, դու ընդունեցիր սա, հավատացիր սա, հավատացիր, միացիր։ Այսօր բեր քո հաշտության օրը թողել։ Հաշտվի այդ հարություն և կյանքի հետ, ոչ թե Հիսուս Քրիստոսն, հաշտվի դու։ Բերեք մենք օգնենք քեզ այդ աղոթքին մեջ, աղոթը մեր հետ,
հակի աչքերդ, բոլորս հակում ենք մեր աչքերը։ Նրանք ովքեր որ էլի առաջի անգամ են, բայց չեն համարձակվում ձեռք բարձրացնեն եւ չեն համարձակվում ասեն, որ առաջի անգամ են եկել։ Դուք եք հակեք ձեր աչքերը, տեսացեք այդ։ Հակեք ձեր աչքերը եւ ինձ կրկնեք ես ամոթքը, ես ասեմ, դուք եք աշխատեք բարձր, կրկնեք, բայց ամենայն լրջություն։ Սիրելի Հիսուս, ես այսօր խորը հավատացի նրան, որ դու ասել էիր Մարթային, որ դու ես հարությունը և կյանքը։ Ես հավատում եմ, որ դու հարություն առած Հիսուսն ես, և դու ես հենց այդ հարությունը, որ մարդկանց տանում ես դեպի կյանք։ Ես հենց հիմա գիտակցաբար բացում եմ իմ սիրտը քո համար, սիրելի Հիսուս, և քեզ հրավիրում եմ իմ սրտի, իմ կյանքի մեջ, որ դու հարություն տվող Աստվածդ բնակվես իմ մեջ, քո հոգին բնակվի իմ մեջ։ Ես ընդունում եմ քեզ Հիսուս, իմ շուրթերով դավանում եմ քո անունը, որ դու իմ Տերն ես և իմ փրկիչն ես։ Ես չեմ ամաչում ես մարդկանց առջև դավանելու քո անունը։ Ների ինձ Տեր Հիսուս, ների իմ բոլոր մեղքերը, ների իմ բոլոր սխալները, ների իմ բոլոր հանցանքները։ Մաքրի ինձ քո սուրբ արյունով և ինձ օգնի, որ ես իմ մեռած գործերից հարություն առնեմ և մտնեմ քո հոգու կյանքի մեջ, որպեսզի ապրեմ քո հետ հավիտյան